Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 17, օգնիր Տեր, Սաղմոս 12:1 Այս աղոթքն ուշագրավ է նրանով, որ կարճ է, ուսուցողական և մտորումների տեղիք է տալիս։ Դավիթը կործանվում է, քանի որ աստվածավախ չմնաց, և իր սիրտը բացում է աղոթքի մեջ։ Երբ Աստծո արարածը մեզ փորձանքի մեջ է գցում, մենք դիմում ենք Արարչին։ Դավիթն անկասկած զգացել էր սեփական թուլությունը, հակառակ դեպքում օգնություն չէր աղերսի։ Միաժամանակ նա անկեղծորեն փորձում է ինչ-որ բան փոխել, քանի որ օգնիր բառը չի կարելի գործածել նրանց վերաբերյալ, ովքեր ոչինչ չեն անում։ Դավթի այս աղոթքում կա անկեղծություն, հակիրճություն և պարզություն։ Դրանում շուտ ավելին է ասված, քան քրիստոնյաների երկար մանրամասն աղոթքներում։ Սաղմոսերգուն դիմում է անմիջապես Աստծուն, հստակ ձևակերպմամբ, աղոթքով, իմանալով, թե ինչ է իրեն հարկավոր և որտեղ գտնել դա։ Տեր սովորեցրում ես նման օրհնյալ կերպով աղոթել։ Նման աղոթքի համար պատճառները քիչ են։ Որքան է անհրաժեշտ այն տանջահար քրիստոնյաներին Աստծո ուղարկած փորձությունների մեջ, երբ օգնության մյուս աղբյուրներն արդեն չեն գործում։ Ուսմունքն ընկալելու հարցում դժվարության հանդիպողները կարող են դիմել մեծ ուսուցչի, Սուրբ Հոգու օգնությանը, նրան կանչելով միևնույն բառերով։ Հոգևոր մարտիկները, որ ներքին պատերազմ են վարում, կարող են այս աղոթքի բառերով դիմել շնորհքի գահի օգնությանը։ Աստծո դաշտի մշակները կարող են օգտվել դրանից կարիքի ժամանակ։ Աստծուն փնտրող մեղավորները, որոնց հետապնդում են կասկածներն ու տագնապները, կարող են նրան դիմել այդ նույն բառերով։ Ամեն դեպքում, ամեն ժամանակ և ամեն վայրում այս աղոթքը օգտակար կլինի կարիքի մեջ գտնվող հոգուն։ Օգնիր Տեր։ Աղոթք առողջների և մահացողների համար, նրանց համար, ովքեր աշխատում են, և նրանց համար, ովքեր հիվանդ են, նրանց համար, ովքեր ուրախ են և ովքեր տխուր են։ Տիրոջ մեջ օգնությունն ու փրկությունն է, այդ պատճառով անհապաղ կանչեք նրան։ Եթե մեր աղոթքն անկեղծ է, Աստված անպայման կպատասխանի։ Տերը չի լքի իր ժողովրդին, իր հոր և Փեսայի կարգավիճակը նրա օգնության երաշխիքն են։ Նրա պարգևը Հիսուսի կերպարով ամեն բարիքի հիմքն է, և մենք լսում ենք նրա անփոփոխ խոստումը՝ մի վախենա, ես քեզ կօգնեմ։